Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ես չեմ հասկանում, դու ոնց ես պատրաստում ես սուտ ուսերիդ ապրելը։ Ոնց ես պատրաստում Ռաֆի ազատությունը հանդուրժելը, Մարիա։ Գիտես, իմ մոտ նենց տպավորություն է, որ դու չես էլ պայքարը բռնության դեմ։ Խնդրում եմ նորից չսկսես, ես քեզ երեք ամեն ինչ բացատրեցի։ Ես քո ոչ մի ասածն էլ չեմ հասկացել։ Չեմ էլ ուզում հասկանամ։ Դու ոնց չես հասկանում, որ ես չեմ հանդուրժի, որ իմ ընկերու կյանքը փչացնողը այս ազատությունը վայելի։ Մարիա ջան, խնդրում եմ քեզ, քանի ուշ չի, քանի մենք ունենք այս հնարավորությունը, արի մի բան անենք։ Ախր հետո ուշ է լինելու, արի մի ելք գտնենք։ Ելք չկա։ Ես հիմարի նման դեն եմ նետել այն ամեն ինչը, ինչով կարող է ես այդ բռնությունը ապացուցել։ Ինչի ես տենց հիմար գտնվեի։ Որովհետև ատում է ինձ, զզվում է ինձնից, հայլու մեջ էի նայում, ուզում էի մեռնել, որ այս տհաճությունը ներսումս չզգամ, որ այդ օրվանից մինչև հիմա զգում եմ ան։ Լավ ան, արի գնանք մի քիչ քայլենք, այստեղ չեմ ուզում մնամ։ Արի գնանք։ Սրանք սպան եմ։ Դու մարդ ես, դու անասուն ես, կենտանի ես, Ռաֆ, ես ինչեր ես անում, դու գիտես ում ես վաբշե կպնիկ ձերքեր ես թող, ես ամեն ինչ քեզանից սպասում եմ, բայց ես կան իչներ։ Նա տենց հիմա հավաքի քեզ։ Նենց որ պատրաստվիր։ Ռուբեն, դու գիտես, որ ես ամեն ինչ երեխուս համար եմ անում։ Ինձ որ մնար ես այս հիվանդության հետ միջև վերջ հանգիստ հաշտ կապրեի։ Ուղղակի հիմա ես շատ եմ պետք իմ երեխու։ Ուֆա, ես ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ դու որոշման ես եկել ու հստակ քայլերով գնում ես առաջ։ Այդ իմ համար շատ կարևոր է։ Ու կարևոր չի ոնց ես եկել այդ որոշմանը։ Կարևորը որ եկել ես։ Ու ես ուզում եմ հավատամ։ Չէ, ես հավատում։ Մենակ թե կեսից չփոշման է Սոֆա։ Ես քո կողքին կանգնած եմ։ Միշտ կանգնած եմ եղել ու կանգնած եմ լինելու։ Հարցը դրանում չի։ Ես չեմ ուզում դու կեսից փոշմանես։ Շատ դժվարություններ են լինելու։ Բայց մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները։ Լավ։ Գնանք, Ռուբեն։ Ուզում եմ արդեն տուն գնամ։ Ինչի։ Չես ուզում էլ հետս մնաս։ Չէ, ընդամենը շուտ եմ հոգնում։ Լավ։ Այդ դեպքում ես քեզ կտանեմ տուն, հետո կգնամ իմ գործերով։ Իսկ
Մնացածի մասին ինչ տեղեկություն ունեմ, կզանգեմ քեզ կտեղեկացնեմ, օքեյ։ Լավ։ Ես միշտ Մարիային ասել եմ, որ քեզանից հեռու մնա, որովհետև հասկանում էի, թե դու ինչ մարդ ես։ Ափսոս, որ ինքը ինձ չէր լսում։ Պաստորեն Մարիայի խելքը ուտողներից մեկը դու ես եղել, հա։ Դու ավելի լավ մտածի, քո արածի տակից ո՞նց ես դուրս գալու։ Դու պատասխան ես տալու քո արածի համար, Ռավ։ Չես էլ պատկերացնում երևի, թե քեզ ինչ դաժան օրեր են սպասում։ Դու ես արևին Երանի ես տալու։ Դու ես մարդկային վերաբերմունքին ես Երանի տալու, Ռավ ջան։ Ինչ ես ծիծաղում։ Քո հետ քո արժանի ձևով են վերաբերվելու, շան նման։ Իսկ կարող եմ միամիտես երկար լեզուդ կտրեմ։ Սխալ մարդ ես գտել վախացնելու համար։ Ես քեզանից չեմ վախենում։ Ինչի էր կողքերս պտտվում, հա։ Ինչ կա մտքիդ։ Ինչ քեզ թվում է ես երեկվա երեխեն եմ ու չեմ հասկանում, որ դու միամիտ չես հայտնվել իմ տան մոտ էնել այդ ժամին։ Ինչ կա մտքիդ։ Ինչ խաղեր եք խաղում երկու ընկերուհի։ Ես քեզ չեմ պատրաստում բացատրություններ տալ, բայց մի բան կասեմ։ Խաղը նոր է սկսվում, Ռավ ջան։ Ու դու որպես ես խաղի վատ հերոս վերջում սատկելու ես։ Ուզում հասկանամ հիմա ուղակի բարձր մտածում ես, երազում ես, հա։ Դու շատ վատ ես վերաբերվել Մարիայի հանդեպ։ Ու ուշ-թե-շուտ պատասխան ես տալու։ Ինձ թվում է կարիք չկա, չէ՞ քեզ հիշացնել, թե ով է Մարիայի պապան։ Ու ինչ անելու քո հետ, երբ իմանա, թե դու ինչ ես արել իր աղջիկա հետ։ Լսի ես այլ կորցնելու բան չունեմ։ Ու այն մարդիկ, ովքեր կորցնելու բան չունեն, իրենք վախել չունեն հավատա։ Մենակ հիմար մարդը կարա սենց խոսա։ Մենակ հիմար մարդը կարա թքած ունենա իր կյանքի վրա։ Չնայած դու բոլորի վրա թքած ունես։ Բայց արդեն հոգնածնում ես, գիտես։ Դու գոնե հասկանում ես, քեզ հիմա ինչքան մարդ է ատում։ Ես մենակ հասկանում եմ մի բան, որ ինձ պետք էր, որ Մարիան իմը լինի, ու ինքը եղավ։ Հանգստացի մի հատ։ Ոնց որ չափերս սկսեցիր անցնել։ Կարող է քո դաստիարակությամբ էլ զբաղվեմ։ Քո նման մարդիկ միշտ մտածում են, որ իրանց ամեն ինչ կարելի է։ Մտածում ես կարաս ուրիշի կյանքը փչացնես ու տենց հանգիստ ապրես, հա։ Բայց մի բան ես մոռանում, Ռավ ջան, որ այս կյանքում ամեն ինչ իր հատուցումն ունի, ու դու ես պատասխան տալու քո արածի համար։ Սկիզբը արդեն դրված է, ուղղակի դու դեռ չգիտես։ Անի արիքանի շուտ է այս ամեն ինչից հեռու մնա։ Ու մի դարի, հա, անմեղզո։ Ով ես դու, որ ինձ ասես ով է ճիշտ, ով է սխալ։ Այս պատմության մեջ զոհը դու ես։ Ուղղակի դեռ չգիտես, Ռավ ջան։ Ես ընդամենը նորից քեզ զգուշացնում եմ։ Հեռու մնա այս ամեն ինչից ու քիթդ մի մտցրու գործերի մեջ, որը քեզ չի վերաբերվում։ Քեզ ինչ է թվում, որ Մարիան կմնա լռող զոհ, ու ամեն ինչ կգնա կընկնի պատմության գիրկը, ամեն ինչ կմոռացվի, հա։ Դե դու դրան ես սովոր, չէ՞։ Բայց Մարիայի նման մարդիկ չեն լռում։ Ցավը ընդհանրապես չի լռում։ Մի օր պայթելու է, ու այդ ժամանակ քեզ ոչ ոք չի փրկելու, Ռավ։ Այս հիմա էլ դու ես ինձ սպառնում։ Սպառնալիքը այն է, որ դու մտածում ես, որ ամեն ինչ անցյալում է։ Բայց անցյալը չի մեռնում, Ռավ։ Քո հետ ապրում է։ Ու մի օր, տենց լավ օր է լինելու, մտածում ես, որ ամեն ինչ շատ լավ է, անցյալը գալու է ու կոկորտիցդ բռնի քեզ խեղդի։ Ես ուղղակի սպասելու եմ այդ օրը, որ վայելեմ։ Որովհետև այդ ժամանակ դու շան, խեղճ հայացքով օգնություն ես փնտրելու։
Հանգստացի մար։ Ես դրան ինչ պետք էր ասեցի։ Ճիշտ է էլի չհանգստացա։ Ինձ թվում ամենակ դրա մեռնելը կօգնի, որ ես ազատ շնչեմ։ Ան ես չկարողացա։ Ես ուզում եմ իրեն հենց տեսնեմ, կանգնեմ առաջ ու ասեմ ինչ որ մտածում եմ, բայց չկարողացա, որովհետև հենց իրեն տեսա վախեցան։ Սիրտս կանգնեց։ Մար հավատա դրա կարիքը չկա, ինքը դրան արժանի չի, դու չպետք է քո նյարդերը դրա պատճառով փչացնես։ Հա, բայց ան ես այսօրվան շատ էի սպասում եմ երբ եմ կանգնելու առաջ ասեմ, այն ինչ որ մտածում եմ, ասեմ, որ ատում եմ իրեն, բայց երբ ես իրեն տեսա, ոչ մի բան չկարողացա անել, հա։ Մարիա, հենց իրեն տեսա մեջս ինչ որ բան փշրվեց։ Ես էլի վախեցա, իմ մոտ այն տպավորությունն էր, որ ես էլի այնտեղ եմ, այն մղձավանջի մեջ եմ։ Ինձ թվում է, որ ես դեռ իր ստվերում եմ, դրա համար ոչ մի բան չեմ կարողանում իր դեմ անել։ Մարիա, խնդրում եմ քեզ հանգստացի, ես ո՞նց ես դողում։ Ան ես ուզում եմ իրեն տեսնել։ Ինձ թվում էր ինձ այդ հանդիպումը պետք է։ Ես ուզում էի, չգիտեմ, հարցակվել վրան։ Ինչ ասեին, ինչ որ մտածում եմ, ասեի, որ ինքը են հրեշն է, որ ինձից ամեն ինչ խլել է։ Բայց ես իմ մեջ ուժ չգտան։ Մարիա, մենք իրավունք չունենք լռելու։ Ես հասկանում եմ, որ քեզ դժվար է, բայց մենք պիտի ուժ հավաքենք, դու պիտի ուժ հավաքես ու պայքարես։ Ան ես ինձ դատարկ եմ զգում։ Այնքան դատարկ եմ զգում, որ ինձ թվում է, եթե գոռամ, ձայնս չի հնչի։ Ինձ թվում է, որ ես երբեք չեմ եղել։ Ոնց պայքարեմ, սենց կասես։ Լավ, էլ չենք խոսում սրա մասին, մի հատ հանգստացի, արի գնում ենք ձեր տուն։ Կգնանք, տատիկիդ հետ կխոսենք, սուրճ կխմենք, կցրվես։ Ես չեմ ուզում, որ դու մենակ մնաս։ Չէ, կգնամ տուն, Աբուլը տանն է։ Հա, բայց Աբուլը քեզ որ սենց տեսնի, լիքը հարցեր է տալու։ Արի իմ ասածով անենք, կգնանք ձեր տուն։ Անակնկալ։ Ես ոնց է եկար։ Դե վերջին 2 ժամը տեղափոխեցին վաղը, ես էլ ասեցի առիթը բաց չթողնեմ, եկա քո մոտ։ Դասից ես եկել, սոված կլինես։ Դե կուզենայի համեստություն անեի ու ասեի չէ, բայց գալի ախորժակ ունեմ։ Լավ, արի գնանք, ներս տեսնեմ ինչ եմ գտնում, կերակրեմ քեզ։ Աբուլ։ Ինչ, դու քեզ բնութագրեցիր, ես էլ շարունակեցի։ Ես ինձ չէի բնութագրում, ես ախորժակս էի բնութագրում։ Լավ, անցի ներս տեսնեմ ինչ եմ յուրասիրում։ Վայ, երեխեք ջան, ես ինչ լավ անակնկալ էր։ Բարև Ալիստա ջան։ Բարև։ Լավ, դու ոնց ես։ Պարկասը լավ, ասեցին գանք մի հատ քո հետ համով սուրճ խմենք։ Արիա ջան, դու ոնց ես աղջիկ ջան։ Լավ եմ տաճ ջան։ Ես գնամ սուրճը պատրաստեմ, ոնց որ Անին անհամբեր է։ Գնա։ Արի նստեք։ Դու ոնց ես Անի ջան։ Ուֆ, լավ եմ, չեմ դժգոհում։ Անձնականիդ մեջ փոփոխություն չկա, չխաբես։ Դե, նես չի, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում, բայց դե տենց կամաց տանանանայ գալիս ենք այդ փուլին, էլի Ալիստա ջան։ Շատ լավ է։ Արդեն ժամանակն է։ Ես տանը մնացողը չեմ, հանգիստ եղեք։
որ այդ խեղճ տղու ներվերը մի քիչ ուտես։ Բարև երեխեք ջան։ Մամ շատ ճիշտ ժամանակ է եկար, հիմա քեզ էլ սուրճ կպատրաստեմ։ Չէ, Մարիա ջան։ Ես մի փոքր ինձ լավ չեմ զգում, ուզում եմ պարկեմ։ Չեք նեղանա, չէ։ Նա կարող է բան ա եղել, չես ասում։ Չէ, ինչ պետք է լինի։ Ուղղակի մի փոքր ինձ լավ չեմ զգում։ Մամ ջան, հանգիստ գնա պարկի։ Հեսա ես ու Անին էլ սուրճը խմենք գնալու ենք։ Հա, ճիշտ է, համելի ես արդեն աշխատանքի եմ։ Այսքան շուտ։ Տաճ ջան, գնանք, բայց խոստանում եմ, որ էլի կգանք։ Դե լավ համոզեցիք։ Բայց գոնե խմեք նոր գնացեք։ Խմում ենք, բա ոնց։ Անտրամադիր էր։ Ոնց որ։ Բարև Սոֆիա ջան, ոնց ես։ Ոնց պետք է լինեմ։ Դու շատ լավ գիտես, թե հիմա ինչ է կատարվում իմ կյանքում։ Արտակի մահը բոլորիս կյանքը փոխեց։ Ինքան եմ ափսոսում, որ չհասցրեցի հուղարկավորությանը գալ։ Խտաբանության հետ կապված խնդիրներ կար։ Ոչինչ։ Ես շատ լավ գիտեմ, թե դու Արտակի համար ինչ լավ ընկեր ես եղել։ Արտակը իմ ընկերը չէր, իմ աղբերն էր։ Ու իրեն սպանողը պետքա պատասխան տա։ Ես դրա համար եմ հիմա այստեղ։ Այստեղ եմ, որ կողքդ լինեմ, օգնեմ քեզ։ Շնորհակալ եմ, բայց կարծես կարիք չկա օգնելու, որովհետև մարդասպանը արդեն բանտում է։ Ճիշտ է, դեռ մեղավորությունը չեն ճանաչել, բայց հուսով եմ հաջորդ նիստին ամեն ինչ կփոխվի։ Ռաֆա անունը, հա, դրան էլ կհասկացում։ Ինչ։ Ինչի հենց Ռաֆանին տվեցիր։ Մի քիչ շուտ գայր էլի, Մարիային կտեսնեիր, Անիի հետ եկել էին։ Ոնց։ Լուրջ մամ։ Բայց զանգեմ հետ գան։ Չէ, դու ավելի լավ է կնոջդ մոտ գնա, շատ անդրամադիր եկավ։ Իզուր մի թաքցր արցունքներդ։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Ես գիտեմ, որ դու ինձ օֆային ես տեսել սրճարանում։ Նկատել ես ու թքած ես ունեցել։ Ռուբեն, ես ուզում եմ իմանամ, ես այդքան անկարևոր մարդ եմ քեզ համար։ Եթե դու ինձ տեսել ես, ուրեմն իմ ապրումներն էլ ես չէ տեսել։ Ինչի ոչ մի քայլ չարեցիր, ինչի իմ հետևից չեկար։ Դու ուզում ես նենց անես, որ ես վերջնակալապես գնամ, հա։ Մամա, ես թաքուն ոչ մի բան չեմ արել։ Դու ամեն ինչ գիտես իմ օֆայի մասին։ Ու ես իմ օֆային չեմ կարա թողնեմ
Հեն էլ ես վիճակում, երբ իր կյանքը մազից է կախված։ Բայց ինձ կարող ես թողնել, որովհետև դու թքած ունես իմ ապրումների վրա։ Դու ինձ չես սիրում։ Այս ովային պաշտում ես։ Գիտես, ես արդեն վաղուց հաշտվել եմ անտարբերության հետ ապրել։ Բայց ես արդեն չափից շատ առուպ եմ։ Դու իմ ինքնասիրության վրայով ես անցնում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ես էլ սենց չեմ կարողանում։ Դու նկատել ես, որ քո կինը քեզ տեսել է քո սիրուհու հետ ու ոչ մի քայլ չես արել։ Ինչի Ռուբեն։ Ով գիտի ծիծաղել եք վրաս։ Նոնա հանի գլխից այդ մտքերը խնդրում եմ։ Օֆան իմ սիրուհին չի։ Օֆան քեզ չի տեսել։ Հետո եթե տեսած էլ լիներ, իրան տես չէր պահի, քո ասացի պես։ Վերջ Ռուբեն։ Մենք այս ամեն ինչին պետք է վերջ տանք։ Մեր միությունը շատ սխալ է։ Շատ Ռուբեն։ Մենք կբաժանվենք, բայց խնդրում եմ քեզ։ Միջև իմ գնալը մամային ու Մարիային ոչ մի բան չասես։ Չեմ ուզում, որ նորից ինձ համուսեն ու հետ բերեն։ Կլինի։ Ոչ դու իմ ինքնասիրության վրայով կանցնես, ոչ էլ ես ինձ վատ կզգամ։ Այսինքն առաջարկում ես, որ բաժանվենք։ Ես ինչ է այստեղ կատարվել։ Էս դու ես արել ապուլ։ Գժվեցիր։ Ես ինչի պետք է անեի։ Բայելով, Մարիան։ Չեմ ուզում հավատալ, որ Մարիան է արել։ Իրականում ես էլ, բայց եթե մարդ այսպեսի բան է արել, ուրեմն հոգեպես շատ ծանր վիճակում է գտնվում։ Դե բայց Դավիթի պատմությունը դժվար Մարիայի վրա հոգեպես sense ծանր ազդեր։ Ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում նման պատմությունների մեջ է եղել, ու հետո բոլորս էլ վստահ ենք, որ Դավիթը անմեղ է։ Բայց դեպքում ինչ պատճառ պետք է ունենար, որ այսպիսի բան աներ։ Չգիտեմ, կարող է զանգես Մարիային։ Չէ, ապուլ իմ կողմից շատ սխալ կլինի։ Կմտածի եկել եմ իր տուն, առարկաներին եմ ուշադրություն դարձնում, ավելի լավ է դու զանգես։ Հա, ապուլ։ Մարիա, ուր ես։ Ուշ կգաս տուն։ Մի քիչ հետո ինչ-որ բան է եղել։ Չգիտեմ։ Այսինքն, ապուլ նորմալ բան կասես հասկանամ։ Մարիա, ինչի է հյուրասենյակում ավելի շատ ջարդված բաժակները, քան ուտելիք։ Ինչ-որ բան է եղել։ Կարող է ինչ-որ բան է եղել։ Ինչ-որ մի բան քեզ անհանգստացնում, հա? Ասա, կիսվի հետս։ Ոչ մի բան էլ չի եղել։ Գործ էի անում, ընթացքում գլուխս պտտվեց, ձեռքիցս ընկավ, կգամ կհավաքեմ։ Ինձ թվում է դու էլ հասկացար, որ սա պատահական կոտրվելու բան չի ու խաբեց։ Հասկանում եմ,
Ուղղակի չի կիսվում հետս, որ հասկանամ ինչ է կատարվում։ Մարիան իրեն նման չի։ Ես էլ չեմ հասկանում ինչը պետքա պատճառ դառնար, որ այսպիսի բան աներ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ բան հաստատ թաքցնում է։ Կարող է Դավիթի հետ ակռվել, չգիտեմ։ Ախր Դավիթն ու Մարիան հազիվ են իրար տեսնում, ուր մնաց կռվեն։ Չգիտեմ։ Երևի Ռուբենին խնդրեմ տեսակցություն կազմակերպի, Դավիթի հետ խոսեմ, հասկանամ, կարող է ինքը մի բան գիտի։ Աբուլ չէ, այդ շատ սխալ է։ Դավիթը հիմա կալանավայրում է, իրեն պետք չի այնտեղ, որ ինքը սկսի անհանգստանալ, ինքն էլ մերպես ոչ մի բան չգիտի։ Հետ էլ ես ճիշտ ասում։ Լավ, ստեղ հավաքեմ ես գնամ։ Պետք չի, ես կանեմ, դու սոված ես։ Չէ, Աբուլ, նորմալ է։ Ես տանը կուտեմ։ Հիմա ավելի լավ է այստեղ կարգի բերենք, որ Մարիան չգա այն ամենը վերապրի, ինչ որ սա անելուց զգացել է։ Գոնե դրանով օգնենք իրեն։ Իսկ ինչ վերաբերվում է Աբուլին, ես ինքս իր հետ կխոսեմ։ Կխնդրեմ, որ ընդունի մեզ։ Աբուլը քո տղեն է։ Ու ես չեմ զրկում իրեն քեզանից։ Ոչ մի վատ բառ չեմ ասի։ Նույնիսկ մեր բաժանման պատճառը չեմ ասի, որ հանկարծ ձեր հարաբերությունները չլարվեն։ Նոնա, ես Ոչ մի բան մի ասա, Ռուբեն, խնդրում եմ քեզ։ Ես էլ ոչ մի բան չեմ ուզում լսել։ Ես այնքան հիասթափված եմ։ կներես նոն, որ քեզ այսքան ցավ պատճառեցի։ Այդ կներեսը կպահե սոֆային կասես։ Նրա համար, որ դու իմ հետ ես ամուսնացել։ Խնդրում եմ, երջանիկ եղի ու լավ եղիր։ Իսկ ինձ ու իմ տղային հանգիստ թողեք։ Թողեք մենք ապրենք։ Դե Արտակի հետ որ խոսում էի միշտ այդ անունն էր տալիս։ Ինչ ասես ասում էր։ Օրինակ ինչ։ Դե ասում էր, որ այդ Ռաֆը խոստացել է օգնել իրեն, հետո հետ է քաշվել։ Չգիտեմ, շատ վատ է պահել իրեն, սկսել է շանտաժ անել, վախեցնել։ Ասում էր, որ իրեն իր շահերի համար օգտագործել է այդ Ռաֆը։ Իսկ ինքը հետ կուլ տալ չէր կարող։ Ինձնից լավ գիտես Արտակին։ Էլ ինչ է ասել Ռաֆի մասին։ Ասում էր, որ նույնիսկ պատրաստ է սպանել դրան։ Որ ասում էի համբերի կամ հասնեմ, ասում էր ժամանակ չկա։ Կամ ես իրենից շուտ իրեն կսպանեմ, կամ ինքը ինձ։ Ինչ։ Դու հիմա ամեն ինչ ճիշտ ես հիշում։ Հաստատ Ռաֆ անունն է տվել։ Կարող է Դավիթ անունն է տվել, դու շփոթում ես։ Ու երեխա չեմ Սոֆիա։ Ուրեմն Ռաֆ անունը Դավիթ անունից չեմ տարբերում։ Հիմա ինչ այդ Ռաֆին են բռնել։ Չէ, Դավիթին։ Հետո բա։ Արտակը ոչ մի բան չի ասել Դավիթի մասին քեզ։ Չէ, ոնց որ բան չի ասել։ Բայց ով է այդ տղեն, ինչ կապ ունի Արտակի սպանության հետ։ Ես հիմա ինձ լավ չեմ զգում։ Արի ես հիմա գնամ, հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Ես քեզ կտանեմ։ Ճանապարհին դու ինձ ամեն ինչ կպատմես, ես պետք է իմանամ։ Լավ։
Վերջ, թափեցի։ Չգիտեմ ոնց եմ խոսելու Մարիայի հետ, ոնց եմ սկսելու։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է ոչ մի բան էլ չասես։ Բայց ոնց։ Դե մեկը չի խոստովանելու, որ հատուկ է կոտրել։ Իմաստ չկա տանջելու։ Ու սենց մնա։ Դե ինչ ասեմ, ես էլ եմ անհանգստանում ու շատ։ Ռուբեն։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան, մամ։ Նոնան էլ է ասում ոչ մի բան, բայց ես զգում եմ, որ վատ է։ Ամեն ինչ նորմալ է, խոսացել ենք, ես ուղղակի ուշանում եմ։ Բայց տուն է եկել։ Հա, հիշեցի, որ անավարտ գործեր ունեմ, դրա համար պետք է գնամ, կներես մամ։ Ում եք խաբում։ Մարիա տեղս չեմ գտնում։ Ոնց որ մի բան սենց կոկորտից կանգնած լինի ու ինձ խեղդի։ Ան դու որ այդ զգացողություններ ունես։ Պատկերացնում ես իմ ներսում ինչա կատարվում։ Ես ամեն օր, ամեն պահի այդ պահը մղձավանջի պես հիշում եմ։ Ու ես դրանից հետո ոչ հանգիստ քնում եմ, ոչ էլ լավ ու բարի առավոտ եմ ունենում։ Ան ես Դավիթին գժի պես եմ սիրում, բայց ստիպված եմ մտածել, որ պետք է իրենից բաժանվել։ Որովհետև ես ինձ իր առաջ մաքուր չեմ զգում։ Այն տպավորությունը, որ ես իրեն դավաճանել եմ։ Մարիա, այդ դեպքը քո կամքից հակառակ է եղել, դու չես դավաճանել։ Բայց եղել է, չէ՞ ան։ Ռաֆը ինձ Բարի օր։ Բարև, կանչել եմ քեզ։ Չէ, ես ինքս եմ եկել, ձեզ բան ունեմ ասելու։